Իրանի դեմ պատերազմը մերձավոր արևելյան զարգացումները կարճ ժամանակում փոխեցին զբոսաշրջային քարտեզը։ Ամենապահանջված տուրիստական կետերը առանձնացվում են որպես կարմիր գոտի։ Անվտանգության նկատառումներից ելնելով շատերի մոտ կա անհանգստություն, ինչն էլ իր հերթին բերում է զբոսաշրջիկների վարքագծի զսպվածության կամ հանգստի ուղղությունների փոփոխության։ Տարածաշրջանում շատ ամենակարևոր տուրիստական հաբը դա եղել է Արաբական Էմիրությունները, հիմա այդ շուկան փակվում է, բայց դեռ մեր երկինքն է բաց մնում, շարունակում է Հայաստանի երկինքը բաց մնալ, շատ չվերթներ իրենց ուղղությունը փոխել են եւ Հայաստանի երկնքով են թռչում, շատ տուրիստներ փոխել են իրենց մոտեցումը եւ նախընտրում են մշակութային ուղղությունները, գաստրո ուղղությունները, կարծում եմ հնարավոր է նաեւ օգտվել առիթից եւ ի օգուտ մեզ ծառայեցնել այս իրավիճակը։ Շուրջ 2 շաբաթ ձգվող մերձավոր արևելյան զարգացումները փոխեցին տուրիստական ընկերությունների զանգերի ու նամակների բովանդակությունը։ Քաղաքացիները մտահոգված են, եղած իրավիճակով պայմանավորված չեն կողմնորոշվում առաջիկա անելիքների հարցում։ Ոլորտում 13 տարի գործունեություն ծավալող տուրիստականներից մեկի տնօրենը նշեց, որ անորոշությունը սկզբնական փուլում էր, հիմա թեպետ որոշ փոփոխություններով, բայց քիչ-քիչ իրավիճակը կարգավորվում է։ Fly Dubai ավիաընկերությունը մի քանի օր է ինչ վերականգնել է իր կանոնավոր չվերթները եւ նույնիսկ հիմա մենք ունենք էմիրություններ, մեկնողներ։ Իհարկե մի փոքր այսպես ասած տարօրինակ ու զարմանալի կարող է թվալ, մենք մի քանի օր առաջ նույնիսկ նոր ամրագրում ենք կատարել եւ այսօր այդ մեր ուղևորները ուղևորվել են Դուբայ, չեմ կարող ասել հանգստի նպատակով թե գործնական այցով, ամեն դեպքում իրանք ցանկություն են հայտնել մեկնելու եւ բնականon մեկնել են, ինչպես Fly Dubai, երբ որ վերականգնել է իր չվերթները դեպի էմիրություններ, այդպիսով իսկ վերականգնվել են բոլոր տարանցիկ չվերթները դեպի այլ երկրներ, որոնց շարքում են Շրի Լանկան, Թայլանդը, Մալդիվյան կղզիները, Զանզիբարը։ Առանձնահատկությունը միայն այն է, որ թռիչքի տևողությունը փոխվել է, եթե նախկինում 3 ժամ 30 րոպե էր, քանի որ Իրանի օդային տարածքը բաց էր, հիմա օրինակ Երևան-Դուբայ չվերթը դարձել է 6 ժամ։ Դա տոմսերի գների վրա էական ազդեցություն չի ունեցել։ Այս շրջանում առանց փոփոխությունների ակտիվ աշխատում է նաև Եգիպտոսը։ Մենք այդ օրերին մարտի 1, 2, 3, 4, 5 եւ առ այսօր ամեն օր ունենք հարյուրավոր ուղևորներ, ովքեր որ նախապես մի 7, 8, 6 ամիս առաջ արդեն իսկ ամրագրել էին իրենց հանգիստը եւ պետք է գնային հանգստի։ Մի փոքր անհանգստություն իրանց մեջ կար, բնականաբար մենք աշխատանք ենք տարել եւ հստակ բացատրություն ենք տարել, որ Եգիպտոսը եւ հենց հիմա էլ այս պահին անվտանգ է, այն ընդհանրապես չի փոխվել եւ չի երկարել չվերթը եւ ոչինչ չի փոխվել։ Այդ օրերին ընդհանրապես ոչ մի ուշացում, չեղարկում, փոփոխություն, անհանգստություն, ինչ որ մի բան Շարմ էլ-Շեյխ, այսպես ասած, հանգստավայրում չի տեղի ունեցել։ Ավելին, այլ արաբական ուղղությունների սահմանափակման պայմանավորված այժմ Եգիպտոսը համարվում է պահանջված երկիր աշխարհի շատ զբոսաշրջիկների համար։ Մարինա Ավետիսյանի բնորոշմամբ այս փուլում Եգիպտոսը տուրիստականների համար դարձել է փրկողակ, եւ որպեսզի նման իրավիճակում տուրիստական ընկերությունները կարողանան աշխատել, Եգիպտոսից բացի այլ ուղղություններ եւս առաջարկել, Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահը խիստ անհրաժեշտ է համարում եվրոպական երկրների վիզաների տրամադրման պարզեցումը։ Վիզաների ժամադրություններ ամրագրելը ել ավելի բարդ է դարձել, շատ դեսպանություններ անցան այսպես վիզա կենտրոններին պատվիրակեցին փաստաթղթերը ընդունելու գործընթացը, ինչը հույս էր առաջացնում, որ գործընթացը ավելի կպարզանա, բայց ցավոք սրտի մենք դա չենք տեսնում հատկապես սեզոնին։ Այսպես շատ լարված նյարդային process է վիզայի ժամադրության համար ամրագրում վերցնելը։ Գործընթացն էլ շատ հաճախ շատ դեսպանատներում բավականին երկար է տևում։ Մասնագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակում գործընթացի պարզեցումը տուրիստականների համար հրատապ խնդիր է։ Հայաստանի լիազոր մարմիններն այս ուղղությամբ անելիք ունեն աշխատելով դեսպանատների հետ։ Աննա Գզիրյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։